Բարև ձեզ սիրելի հետևորդներ, Օրագիր Նյուզի տաղավարում Բաստիոն հաղորդաշարն է, այսօրվա մեր հյուրը Վահան Արծրունին է։ Բարև ձեզ, պարոն Արծրունի։ Պարոն Արծրունի, ինչպես ընկավ մեր ճաշակը։ Դա շատ երկարատև process է, ընդհանրապես երևույթները պետք է տարանջատել իրարից, հատկապես արվեստի և մշակույթի, այսպես պարագայում, դա այդ զատումը շատ հեշտ է կատարվում, այսինքն պետք է ճանաչել ցածրածին երևույթների և բարձրածին։ Նայեք, ամբողջ եվրոպական մշակույթը, որպես այդպիսին, այն ինչ մենք այսօր անվանում ենք ակադեմիական երաժշտություն կամ դասական երաժշտություն, այդ ամբողջ շերտը ձևավորվել է պատվերի շնորհիվ, այսինքն այդ պատվերը կայացրել է կամ բարձր խավը այդ երկրների կամ հոգևոր խավը։ Այսինքն դրանից զատ ֆոլկլորային բոլոր տեսակները, եթե խոսենք Եվրոպայի մասին, մեծ հաշվով չեն էլ հասել մեզ։ Այսինքն մատների վրա կարելի է հաշվել, օրինակ ֆրանսիական ամբողջ ֆոլկլորիկ ժառանգությունը թվագրվում է 100-ից 200 նմուշով ընդամենը, որոնք որ հասցրել են ժամանակի ընթացքում գրի առնել, որովհետև շրջանառությունից դուրս է եկել։ Համեմատության համար, օրինակ, Կոմիտասյան ամբողջ ժառանգությունը, նկատի ունեմ իր արձանագրումները և մշակումները հասնում են մինչև 4000 թվագրվում են։ Այսինքն ճիշտ պահին այդ աշխատանքը չի արվել, ինչու, որովհետև հիմնական զարգացումը գնացել է դեպի ակադեմիական երաժշտության և դասական երաժշտության զարգացում, այսինքն այսօր խոսելով այդ ժամանակաշրջանների մասին և բաժանելով, նաիվ շրջան, բարոկկո շրջան, կլասիցիզմ եւ այլն, մինչև 21-րդ դար, մենք իրականում խոսում ենք բարձրաշխարհիկ երաժշտության դրսևորումների մասին։ Հիմա բնականաբար զուգահեռ դրան նաև գնացել է որոշակի ընթացք եւ զարգացում, այսպես չեմ ուզում ասել ցածր խավերի, բայց ժողովրդի եւ ֆոլկլորի ստեղծագործական դրսևորումների օրինակով։ Եվ շատ տիպական է դա ցանկացած ազգի պարագայում, այսինքն եւ ավստրիացիների, եւ ֆրանսիացիների, եւ հայերի, եւ վրացիների, եւ թուրքերի։ Պարոն Արծրունի, ձեր ասածից ստացվում է, որ հիմա օրինաչափ է, այսինքն հիմա էլ արքոնիկը ցածր մակարդակ ունի կամ չէ, նա գոյություն չունի եւ ցածր արժեք բան, բայց ասենք որ, չգիտեմ, Ավստրիայի թագավորը պատվիրեր, ասենք ռաբիս երաժշտություն պիտի ասենք Մոցարտը գրեր բան, նա չէր կարող պատվիրել, որովհետև նա պատվիրում էր այն, ինչ մտնում էր իր գեղագիտական մոդելի մեջ։ Նա այնպիսի հանդերձանք էր պատվիրում, որը կտարբերեր իրեն։ Նա այնպիսի միջավայր էր ճարտարապետական ստեղծում, որը նաև իր մոդելի, այսինքն գեղագիտական մոդելից դուրս չէր կարող լինել։ Եվ նա աղոթում էր այն եկեղեցիներում, որոնք որ նույնպես ճարտարապետությամբ, գեղագիտությամբ եւ բոլոր մնացած ատրիբուտներով համապատասխանում են այն գեղագիտական տեսակին, որը ժամանակի ընթացքում, հարյուրամյակների ընթացքում իր ներքին տրամաբանության շնորհիվ նաև ուներ զարգացում։ Նայեք, զանգվածային տեսակները մշակութային, այսինքն մասսայական տեսակները, այն ինչ որ մենք հիմա անվանում ենք պոպ մշակույթ, սկսեցին զարգանալ այն շրջանում, երբ որ այդ պատվերը, այսինքն բարձրաշխարհիկ պատվերը, այլևս կայացնող չկար, որովհետև կայսրությունները քանդվում էին, որովհետև հեղափոխություններ էին սոցիալիստական գալիս մի շարք, Գերմանիայից սկսած ընդհուպ մինչև ռուսական հեղափոխություն, եւ բարձր խավը ընդհանրապես դուրս էր մղվում սոցիալական որևէ կառույցներից, այսինքն նոմինալ գոյություն ունի մինչ օրս Եվրոպայում, ի դեպ այդ գեղագիտական պատնեշը, այդ խավը զորություն ունի եւ կարողություն ունի կառուցելու եւ մենք բացարձակապես որևէ պատկերացում չունենք այդ խավը ինչ հետաքրություններով է ապրում, ինչպես է հագեցնում իր գեղագիտական ուրեմն պահանջները եւ ինչ պատվերներ է կատարում։ Ինչու, որովհետեւ այդ մշակութային սեգրեգացիան 20-րդ եւ 21-րդ դարում հասել է կրիտիկական բևեռացման չափերի, այսինքն զանգվածային մշակույթը որպես ալտերնատիվ բարձր մշակույթի, այսինքն կոնֆլիկտը պետք է տեսնել այդ եզրի վրա, որովհետև մի պարագայում այն ունի գեղարվեստական նկարագրություն, բովանդակություն,
գեղագիտական ամբողջականություն եւ բարձր կատարողական արվեստ, զանգվածային մշակույթի պարագայում այդ 4 հիմնական չափանիշը մենք չենք կարող կիրառել որևէ կերպով եւ գրականության մեջ, եւ երաժշտության մեջ, եւ ճարտարապետության, եւ կինոյի, եւ առհասարակ։ Այսինքն մենք չունենք այդ խավը։ Մեր խնդիրը, որ ասենք մեր երաժշտական ճաշակը, չգիտեմ, գտնվում է այսպիսի վիճակում, դա գալիս է նրանից, որ չունենք այդ խավը։ Թե կա այդ խավը, բայց չի երևում։ Ոչ, մենք չունենք այդ խավը նաև պետք է նյութական կարողություն ունենա։ Այսինքն հայտնի է, որ Բեթհովենի ցանկացած սիմֆոնիան ինքը նվիրաբերում էր պատվիրատուին։ Ինչպես նաև Բախը միջև չլիներ պատվերը ինքը երբեք չէր գրի։ Այսինքն ես անուններ եմ տալիս, բայց պետք է պատկերացնել, որ համենայնդեպս կոմպոզիտորների ապրելակերպը պայմանավորված էր այդ կուլտուրայով, պատվեր ստանալու եւ պատվերը կատարելու կուլտուրայով։ Սա առաջինը, երկրորդը մեր պարագայում մենք ընդհանրապես, այսինքն այդ բոլոր ընթացքներից դուրս ենք։ Հիմա որ լիներ, կասեին ռեժիմի ստրուկ։ Եթե ռեժիմը օժտված լիներ բարձր խավի հատկանիշներով, թեկուզ այդպես, բայց որևէ ռեժիմ կամ որևէ ես ավելի ընդհանրացնելով Հայաստանից դուրս գալով, այսինքն որևէ ժողովրդավարական, այսպես ասած, իշխանության ձև օժտված չի այդ հատկանիշներով։ Դրա պատճառով էլ այսօր ամբողջ աշխարհում զանգվածային մշակույթը գերիշխող մշակույթ է։ Նայեք, սրան կարելի է հակադրել միայն մի բան. չկա պատվեր, բայց կա ներքին իմպերատիվ, որը յուրաքանչյուր ստեղծագործող կարող է առաջացնել իր մեջ, զգալ եւ առաջնորդվել այդ մղումով։ Մենք փայլուն օրինակներ ունենք, Կոմիտաս 14 տարեկան հասակում մենք կարդում ենք իր գրառումները, 14 տարեկան հասակում նա հասկացավ, որ պետք է նվիրաբերի իր կյանքը երաժշտությանը, եւ նա այդպես էլ գրում է։ Եվ մենք տեսնում ենք այդ բարձր իմաստով ծառայությունը ինչ հետևանքներ տվեց։ Կոմիտասը ժողովրդական, այսինքն ժառանգությունը, ֆոլկլորը եւ հոգեվոր երաժշտությունը բարձրացեց ակադեմիական երաժշտական բանաձևումների մակարդակի։ Այսինքն ի սկզբանե ոչ բարձրաշխարհիկ երևույթներին տվեց բարձրաշխարհիկ երաժշտության բնույթ։ Դա է գնահատվել Եվրոպայում։ Այսինքն խոսեց աշխարհի հետ այն բանաձևումներով, գեղագիտական բանաձևումներով եւ իմացաբանական բանաձևումներով, որոնք որ հասկանալ էին քաղաքակիրթ աշխարհին։ Եվ այդ բարձունքը թույլ տվեց այսօր փաստել, որ դրա շնորհիվ գոյացել է ամբողջ այդ սերնդափոխությունը, որը մենք այսօր անվանում ենք հայկական կոմպոզիտորական դպրոց, որովհետև այն հարթությունը, որի վրա դա պետք է ստանար ակադեմիական երևույթի բնույթը, այդ անցումը կատարեց Կոմիտասը։ Դե իհարկե բնականաբար մինչ Կոմիտասը մենք չենք կարող չհիշատակել եւ Կարամուրզային, եւ Եկմալյանին, եւ Չուկաջյանին։ Պարոն Արծունի, մի կարճ հարց է, բայց ձեր ասածից ստացվում է, որ ժողովրդավարությունը դեմ է բարձրարժեք մշակույթին։ Իհարկե, որովհետև ժողովրդավարությունը հիմնվում է զանգվածային երևույթների եւ զանգվածային էֆեկտների վրա։ Այս վերջերս մի այսպես համերգ եղավ ռաբիս երկիշներից մեկի, որ բաներ եղան, արձագանքներ եղան, որ չգիտեմ, սա հայկական է, հայկական չի եւ այլն, եւ հնչեց մի կարծիք, որ հա ինչ անենք, մարդիկ, ասենք, թեկուզ եւ վատ երաժշտություն են լսում, դա մարդու որակի, մարդու մտքերի, մարդու մասին ոչինչ չի ասում, մարդը կարող լսի վատ երաժշտություն եւ լինի հրաշալի մարդ, այո։ Նայեք, երաժշտությունը, ինչպես նաև ցանկացած արվեստի տեսակ, ինքը մարկեր է նաև։ Այսինքն ինքը ցուցիչ է։ Եվ դա արդեն իմ այսպես միտքը չի, դա հայտնի, այսպես գեղագիտական տեսության, այսպես ալգորիթմներից մեկն է, բացատրություններից մեկն է։ Երաժշտական հակումները եւ երաժշտական ճաշակի դրսևորումները ուղիղ հղում են տալիս դեպի խավային տեսակը։ Այսինքն ցուցիչն են խավային ներկայացուցչության։ Այսինքն ինչ խավի ներկայացուցիչ ես դու, կոպիտ ասած,
այնպիսի երաժշտություն ես սիրում, այնպիսի կահույք ես առնում, որպեսզի քո տանը լինի, եւ այնպիսի միջավայրում ես շփվում, որտեղ դու զգում ես հոգեբանական կոմֆորտ։ Հասկանում եք։ Այսինքն դրա մասին չի ասվում, որովհետեւ երկրորդ քայլը տրամաբանական կլինի, որ մարդն ինքն իրեն պետք է այսպես ախտորոշի որպես ցածրածին երևույթների ուրեմն սիրահար։ Դա որևէ մեկ այդ քաջությունը չունի իր մասին ասել։ Հակառակը նա ամբողջ ատրիբուտիկան է ստեղծում, սկսած մեքենաներից վերջացրած։ Բայց մենք ունենք այդ խաղը, բան Արծրուն։ Ոչ։ Ինչպես նաև մենք չունենք մտավորականություն որպես խավ։ Մենք ունենք առանձին մտավորականներ, մենք ունենք արվեստի մեջ նվիրյալ մարդիկ, որոնք որ իրապես ստեղծում են, այսինքն նյութականացված արժեքներ, այսինքն նկարիչներ նկատի ունեմ, կոմպոզիտորներ եւ այլն, համաշխարհային եւ քաղաքակրթական մակարդակի այդ բարձրության վրա, բայց մենք չունենք միջավայր, որը նախ եւ առաջ կճանաչի այդ արվեստագետին, երկրորդը ըստ արժանվույն կգնահատի եւ կարժևորի։ Ես կարծում եմ, որ դա նաև ռուսական մշակույթի ազդեցությունն է, էլի, որտեղ օրինակ մենք հիմա ասում ենք մտավորականներ եւ այլն, օրինակ արևմտահայ բանի մտավորականների մասին արևելահայերն են գրում ու գրում են Եղեռնից հետո։ Օրինակ արևմտահայերը իրենց մտավորականներ կարծում չէին համարում, էլի, այդպիսի բան չեմ, հա, նոր դա իմ մտքով անցավ, դա պետք է ստուգել իհարկե, բայց ամեն դեպքում այդ ինտելիգենցիան, օրինակ թուրքական ինտելիգենցիա չի եղել երբեք եղել է։ Ես կբացատրեմ, մի քանի տարի առաջ մեր գիտությունների ակադեմիայում ինձ թվում է փառահեղ գիտական կոնֆերանս էր 3 օր էր տևում եւ նվիրված էր մշակի 150-ամյակին։ Այսինքն Գրիգոր Արծրունին Թիֆլիսում ստեղծել էր մի ատյան, որից մենք թվագրում ենք ժուրնալիստիկայի սկիզբը, թատերագիտության սկիզբը, քաղաքական անալիզի սկիզբը եւ ընդհանրապես հասարակական այսպես նոր չտեսնված երբևիցե երևույթ, որը միավորում էր մտավորականությանը։ Եվ եթե քննենք եւ պարզապես դիտարկենք այն միջավայրը, որը որ կապված էր մշակի հետ, այդտեղ այսինքն տեսնենք եւ Ռաֆի եւ Բաշինջաղյան եւ մի խոսքով այն գեղագիտական տարածքը, որը այսօր մենք դիտարկում ենք որպես հիմքերից հիմք, այսինքն լուսավորչական շրջանի սկիզբ, հայկական լուսավորչական եւ կրթության եւ մշակույթի փաստորեն սկզբնաղբյուր եւ ընկալում ենք որպես այսինքն բացարձակ արժեք, ազգային արժեք։ Դա կոչվում էր մտավորականություն եւ այսինքն իրենց տեսակով էլ, այսինքն մարդիկ, որոնք որ Գրիգոր Արծրունին 5 համալսարաններ ավարտել։ Եվ այլն եւ այլն։ Այսինքն ասածս ինչ է, որ այո, չունենալով պետություն, դրանք ապրում էին ցարական իրականության մեջ, բայց կարողացան ձևավորել ազգային մտավորականության մի տեսակ ձև, որ այսօր որպես օրինակ կարող է ծառայել, այսինքն եթե այսօր մենք խոսենք հայկական մտավորականության մասին, մենք հղումը առաջին հերթին պետք է կատարենք այդ ժամանակներին եւ այդ տեսակին։ Հա, բայց դա պարոն Արծրունի, ռուսական կայսրության մեջ ձևավորված շարժում էր, թերթեր, մարդիկ էին եւ այլն, բայց իրենք չունեին, ասենք, քաղաքական պահանջներ։ Օրինակ, եթե ասենք ռուս ինտելիգենտները պահանջում էին, ասենք, չգիտեմ, ոնց չունեին, ճորտության վերացում եւ այլն, բայց չկար տեղ քաղաքական։ Գրիգորը հսկայական խնդիրներն էր ցարական օրինակ չէին ասում, որ հայկական ինքնավարություն ենք ուզում կամ այդ շրջանում դա անհնար էր ուղղակի։ Բայց նրանք խոսում էին ազգային գաղափարախոսության մասին, որ դա անհրաժեշտ է։ Դե ինչ որ իմաստով այո, բայց դա ինչ որ քաղաքական նաև հոսանք էր, էլի ինչ որ բաներ, որը չէր ձգտում իշխանություն, այսինքն ինքը այսպես ինչ որ շատ անհասկանալի բաներ, մշակութային բաներ։ Իրենք ունեին իշխանություն։ Մի մոռացեք, որ Գրիգոր Արծրունու հայրը Երեմիա Արծրունին
Այսինքն Թիֆլիս քաղաքի առաջին քաղաքապետն է եղել, այսինքն ինչի ձգտի, եթե իր հայրը քաղաքապետն է։ Դե ես նկատի ունեմ որպես հայության Այդ ժամանակաշրջանում դեռևս շուտ էր խոսել դրա մասին, նկատի մի անգամից կդիտարկվեր որպես սեպարատիզմ եւ բնականաբար կճնշվեր։ Ինչը եւ եղավ, դուք գիտեք Նիկոլայ II-ը, այսինքն հասկանալը, որ արդեն դա ձևավորում է որպես քաղաքական հոսանք եւ քաղաքական պահանջ, գիտեք, այսինքն հեղափոխությունից առաջ ինչպես արգել է ծխական դպրոցները փակեց հայկական եւ այլն, այսինքն եւս մի 10-15 տարի եւ հայությունը որպես այդպեսին այդ հնարավորությունից հաղորդվելու սեփական արժեքների։ Բայց այդտեղ գիտեք բանը որն է, այսպես կտրվելով էլի ամեն ինչից եւ ճիշտ ասած դուք էլ որպես Արծրուն ու Ժառանգ, ես չեմ ուզում այդպես շատ խորը բանավեճի մեջ մտնեմ, բայց այդտեղ օրինակ մի բան կա, որ ծխական դպրոցները Հայաստանում բացվել են Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Հետո մենք այսպես մի քիչ ձևավորվել ենք, մի քիչ ենք արել եւ այլն, հետո մենք սկսեցինք պայքարել, որ ծխական դպրոցները մնան, բայց դրանից առաջ ծխական դպրոցներ չեն եղել։ Հասկանալի է, բայց ծխական դպրոցները ցարիզմը սկսել է դիտարկել որպես օջախ, ինքնության, այո, ձևավորման մի օղակ, բնականաբար հասկացել է, որ բնույթը փոխել է, իրանք են բացել դպրոցները։ Եվ այսինքն բնական է, որ պետք է այսպես արմատից կտրեն։ Պարոն Արծունի, բայց հիմա որ վերադառնանք այդ մտավորականության բանին, դուք կարծում եք, որ մենք ունենք այդ խավի կարիքը, որտեվ հիմա օրինակ այնպիսի տպավորություն, որ ով որ չի մասնագիտություն չունի, չգիտի ինչ ներկայանա եւ այլն, կամ քաղաքագետ է ներկայանում, կամ արվեստագետ է ներկայանում, կամ մտավորական։ Իհարկե այդ պահանջը կա, այսինքն գիտեք դա բան է, այսինքն պետք է հասկանանք նախ հասարակությունը ինչպես է ընկալում, մտավորականությունը ինչի համար է, այսինքն ինչպես է նա դիտարկում դա, այսինքն դա ինչ երևույթ է սոցիալական։ Եթե հիշենք խորհրդային շրջանում նվազեցվում էր մտավորականության դերակատարությունը, այսինքն նկարագրվում էր որպես պրասլոիկա, այսինքն ինքը դասակարգային բնութագրություն չուներ։ 20-ական 30-ականներին բաներ կային, որ եթե հերթի մեջ կանգնած է մտավորական, ինքը պետք է 4-րդ հերթին ստանա, այսինքն պետք է ստանան բանվորները, գյուղացիները եւ այլն, հետո նոր դա խորհրդային մոդելն էր, այսինքն այս սկզբնական շրջանում, հետո բայց զուլվեցին, ով որ անհնազանդ էր սպանեցին։ Ինքը շատ տարբեր է, եթե օրինակ փորձենք վերլուծել այս պատմությունը հիմնվելով մեր հայկական, այսպես մոդելին 20-ական թվականներին Մյասնիկյանը հրավիրելով մասնագետներին, գիտեք, համալսարանի հիմնադրումը եւ այլն, ես ունեմ 23 թվականի լուսանկար, որտեղ այսինքն պատկերված են առաջին պրոֆեսորները եւ դասախոսները համալսարանի 23 թիվ 37 թվականից այդ խմբից երևի 3-4 հոգի էր մնաց։ Այսինքն նրանից հետո երբ որ իրենց գործը արեցին, այսինքն կրթությունը որպես այդպիսին իր բոլոր դասավորումներով, սկսած լեզվաբանությունից մինչև ձևավորված էր եւ այլևս նրանց կարիք չկար։ Ես ձեր ասածը լրացնեմ, պարոն Արծունի, որ 38 թվականին կարծեմ համասանի մի որոշում կա, որ այսինքն այն կարգի էին արդեն բոլորին սպանել, հեռացրել, քշել եւ այլն, որ որոշում կա, որ բարձր կուրսերի ուսանողները, որոնք ունեն լավ առաջադիմություն, կարող են դասավանդել առաջին երկրորդ կուրսերում։ Այո։ Այսինքն պետք է հասկանալ, որ միանշանակ չի եղել այդ շրջանը։ Նաև եղել են շրջաններ, երբ որ այսինքն մասնագետի նշանակությունը քաջ գիտակցվել է հասարակության մեջ։ Այսինքն գիտակցվել է նաև այն, երբ որ ասում են պրոֆեսորի աշխատավարձ, իսկապես պրոֆեսորի աշխատավարձը ամենաբարձրն է եղել։ Եվ այսինքն այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով մենք նաև պետք է հասկանանք ինչպիսին են եղել տենդենսները որպես այդպիսին, որովհետև վերջին 30 այս մեր անկախության քանի տարիների ընթացքում մտավորականությունը որպես գործոն, հանրային գործոն, հասարակական գործոն, դերակատարությունը նվազեցվել է եւ գրեթե հասցվել է 0-ի, այսինքն այսօր խոսել մտավորականության մասին մենք առիթներ չունենք, մենք կարող ենք խոսել առանձին մտավորականների մասին, ինչու, որովհետև մտավորականը դա ոչ միայն
լավ մասնագետ է։ Մտավորականը այնպիսի անհատ է, որը նաև հստակ դիրքորոշում ունի որպես քաղաքացի առաջին հերթին։ Այսինքն դա մեծ կոմպլեքս է, որը թույլ է տալիս մտավորականին ինքնադրսևորվել ոչ թե որպես այսպես վերլուծող կամ քննադատ, այլ մտնել հաղորդակցման մեջ հասարակական process-ների մեջ, լինելով ներսում, նաև կողքից խիստ դատող ներկայանալ։ Եվ նաև հիմնական ֆունկցիան մտավորականի, դա արդեն ես չեմ ասել, մտավորականը միշտ պետք է լինի ցանկացած իշխանության նկատմամբ ընդդիմադիր։ Ծանր բեռ եք դնում մտավորականների վրա, պարոն Արծունի, բայց ձեր ասածից ստացվում է, որ ոնց որ փակ շրջանի մեջ ունենք ցածրաճաշակ, այսպես երաշտական ընդհանուր մի բան, վիճակ եւ չունենք այն խավը, որը դա պետքա պատվիրի, առաջ տանի, չգիտեմ, զարգացնի եւ այլն։ Այսինքն այս մեր հիմիկվա իրավիճակը ստացվում է, որ անելանելի է։ Այսինքն շանս չկա, դա իմաստով, այո։ Որովհետեւ այստեղ նայեք հանրությունը որպես այդպեսին, էլի ես չեմ ասել, ինքն իրենով չի կարող գեղագիտական որևէ բանաձևումներ կայացնել։ Նա կարող է որդեգրել միայն։ Այսինքն այդ բանաձևումը պետք է առաջարկի նախ եւ առաջ ստեղծագործողը, եւ այդ բանաձևումը պետք է հասարակությունը ընդունի։ Հատկապես երբ մենք խոսում ենք գեղագիտական դաշտերի մասին, այստեղ եւ երաժշտությունն է, եւ արվեստը, եւ ասենք արվեստի բոլոր դրսևորումները եւ այլն։ Երբ որ դուք այդ կապը խզում եք հասարակության հետ, այսինքն հասարակությունը կորցնում է հնարավորությունը հաղորդակցվելու, հետեւաբար այդ դատարկությունները միանգամից սկսում են լցվել ցածրորակ երևույթներով, այսինքն հեշտ մարսվող եւ հեշտ ընկալվող երևույթներով։ Եվ եթե մենք դիտարկենք այդ process-ները համաշխարհային մակարդակով, մենք տեսնենք, որ ցանկացած իշխանություն օգտվում է այդ հնարավորությունից։ Բավական է դու կտրես այդ կապը կամ դժվարացնես այդ կապը, հաղորդակցման կապը, օրինակ, սեփական մշակույթի պատմության հետ կամ ենթադրենք քո ազգի պատմության հետ։ Այդ դատարկությունը սկսում է լցվել բարձունակ բանաձևումներով։ Այսինքն մենք ասում ենք նարեկացի, չկարդալով նարեկացի, մենք բարձրաձայնում ենք կոմիտաս կամ չլսելով կոմիտաս եւ այլն եւ այլն։ Եվ դա այդ process-ը, այսինքն տիպական է 20-րդ, 21-րդ դարի համար։ Ուրիշ բան, որ իշխանությունը եւ պետությունը որպես այդպեսին կարող է ներազդել այդ ընթացքների վրա, որովհետեւ պետությունը այս պարագայում կարող է ինքնադրսևորվել որպես որ մարդիկ լսեն, որպես գլխավոր պատվիրատու։ Այսինքն պետությունը ձևավորի այն մոդելը, որով պետք է առաջնորդվի անկալումը գեղագիտական հասարակության։ Հիմա եկեք այսպես մի քիչ կարող է դա զավեշտալի հնչի, բայց եկեք պատկերացնենք, ասենք Նիկոլ Փաշինյանը կարդել է նորաձևը շարժման շրջանակում, Ժաննա Անդրեսյանն է զանգում, ասում է, որ Ժաննա ջան, մի հատ մրցույթ հայտարարեք, բան, նայում են, ասենք ՔՊ շարքերում ինչ կոմպոզիտոր ունեն, պարզվում է, որ մենակ մի հատ Արթուր կար, մի քիչ երաժշտությանը մոտ, կարծեմ բանի անդամա չէ, հիմա հեռարձակողների բանի հռահի անդամա Արթուր Մանուկյանը, հա, եւ պատվիրում են երաժշտություն, չգիտեմ, այդտեղ ասում են, որ այդ ինչ պահանջներ պետք է լինեն եւ այլն, ինչ ում պիտի նախ այդ պատվերը տան, այդ չգիտեմ, ատկատ պիտի ասենք շիշբռնողի աղբերը լինի, եսիմում ինչը լինի եւ այլն, որտեղ մենք հիմա տեսնում ենք այդ համակարգը ոնց է աշխատում, այդ փողը ոնց են, որտեղ փողը չի գնում այնտեղ, որ ինչին պետքա ծառայել, փողը ծառայում է իրանց, որ իրենք ավելի հարստանան։ Ու ոնց պիտի օրինակ այդ ինչ որ ասենք երիտասարդ կոմպոզիտոր գա դրան մասնակցի, ասեն դու երկրի հակառակ կողմը կարդացել ես, ելի մոտ անգիր ասա, տեսնենք ստատուսներ նայենք, տեսնենք ինչ ես գրել, ԿՊ-ի դեմ բան ես գրել, թե չէ։ Ուզում ասեմ նույնիսկ եթե պետությունը այսօրվա հայկական պետությունը պատվեր տա, դա չի գնալու երիտասարդ ինչ որ ստեղծագործողի, որը ասենք ինչ որ բարձրաժեք բան ստեղծի, էլի համաձայն չեք, պարոն Արծունի։ Դուք գիտեք ինչ նկարագրեցիք։ Այն բանաձևը, որով
իշխանությունը հարաբերվում է մշակութային դաշտերի հետ եւ կրթական դաշտերի հետ։ Այսինքն այդ բանաձևումը միևնույն է կայանում է, հասկանում եք, եւ կապ չունի դա հայկական մեր թերի ժողովրդավարական իրականությունն է, թե ենթադրենք Իսպանիայի Ֆրանկոյի ժամանակաշրջանի ֆաշիզմի դրսևորումը կամ ենթադրենք Գերմանիայում Հիտլերի, որովհետեւ այդ ակտը հարաբերվելու ակտը եւ ստեղծելու գեղագիտական նշանաբանություն ցանկացած ոլորտում մշակույթի ինքը պետության գործելա ոչն է դա, այսինքն դա իրականության հետ հարաբերվելու ալգորիթմերից լծակներից մեկն է, անխուսափելի է ցանկացած իշխանություն այդ կապը ստեղծում է եւ ցանկացած իշխանություն նշանակում է գեղագիտական այսպես ուղենիշ։ Օրինակ Գերմանիայում, եթե խոսում ենք երաժշտության մասին, առաջին կապելմեյստերը երրորդ Ռայխի նշանակված էր Կարլ Օրֆը, ում Կարմինա Բուրանան հաճախ կատարվում է մեզ մոտ, կամ Իսպանիայում, ֆաշիստական Իսպանիայում Սալվադոր Դալին հրավիրվում է եւ մի ամբողջական ապ եւ առանձնատուն, նույնը Կուբայում եւ այլն եւ այլն, նույնն է Ռուսաստանում։ Այսինքն պարոն Արծունի, պետությունը միշտ պատվիրում է արվեստ, միշտ նա չի կարող չպատվիրել։ Իսկ հիմա ի՞նչ է պատվիրում։ Այն ինչը իրեն հասու է։ Օրինակ ի՞նչն է հիմա պետության պատվերը։ Դե ընդհանրապես 7 տարվա վերջին 7 տարիների ընթացքում վերցրեք պետական միջոցառումները եւ կարդացեք ցանկը մասնակիցների, այսինքն ովքեր են իրենց գեղագիտական մեջբերումները անում պետության անունից։ Տեսեք ովքեր են դուրս գալիս հյուրախաղերի եւ այդ process-ը անխուսափելի է, որովհետեւ ակադեմիական ոլորտից սկսած ընդհանուր միջև Օրինակ կարող ենք ասել, որ Մանսուրյանը պետության պատվերն է։ Մանսուրյանը կարծում եմ պետության երաժշտության բնագավառում գեղագիտական մոդելի մարմնավորումն է այսօր։ Ես չգիտեմ իր ցանկությամբ է դա թե չէ, բայց դա այդպես է։ Այսինքն այսօր Մանսուրյանը հանդիսանում է որպես ուղենիշ ակադեմիական երաժշտության ոլորտում։ Կա այդտեղ վերջերս մի բան եղավ ցեղասպանության հիշատակի օրը, երբ ուրեմն Տիգրան Մանսուրյանին լրագրողը սուր հարց տվեց եւ միանգամից ինչ որ վայնասուն բարձրացավ, որ չի կարելի Տիգրան Մանսուրյանին այսպեսի հարց տալ եւ այլն, եւ սա կապելով նաեւ ձեր նախորդ ասած այդ էլի մտավորականի ձեր այդպես ձևակերպման հետ։ Դուք ինչ եք կարծում, կարելի է Մանսուրյանին այդպեսի հարց տալ։ Գիտեք, ես ինքս ինչպես եմ ընդունում այդ էպիզոդը, սա արճակատում էր հանրային պատկերացումների հետ, որովհետև այդ լրագրողը օդից չէր հորինել այդ հարցադրումը։ Լրագրողը ընդամենը այսպես հաղորդեց այդ մոտեցումը, այսինքն հնչեցրեց այդ մոտեցումը եւ կարծում եմ, որ Մանսուրյանի այդ հոգեբանական ապրումը այդ պահին առաջին հերթին պայմանավորված էր այդ փաստով, այսինքն որ այդ առերեսմամբ, որովհետև մտավորականը պարտավոր է, հատկապես մտավորականը, որը ներկայացնում է ոչ միայն իր ստեղծագործությամբ, այլ նաև սերնդային կտրվածքով հավաք սերնդի, այսինքն լավագույն ներկայացուցիչներից է որպես կոմպոզիտոր։ Պարոն Արծունի, բայց մեզ մոտ այդ ընկալումը չափազանցված չի, որ ասենք մենք միշտ ասենք մարդկանցից հերոսություն ենք ուզում ենք, որ օրինակ դուք ասում եք, որ մտավորական պետք է միշտ դեմ լինի իշխանություններին, չէ՞։ Բայց մարդը արդեն ծեր մարդ, չգիտեմ, բան վաստակ ունի, չգիտեմ ինչ ունի։ Մենք ինչու ենք ասենք կոմպոզիտորից, ինչու ենք գրողից, ինչու ենք այլ բանի արվեստի այլ ճյուղերի ներկայացած քանդակագործից կամ չգիտեմ ճարտարապետից եւ այլն պահանջում քաղաքական դիրքորոշում։ Կարող ինքը չունի քաղաքական դիրքորոշում։ Դա հանրային սպասումն է, որովհետեւ հանրությունը իրականում այդ ներքին ճնշված ռեֆլեքսիան ճիշտ հարաբերվելու եւ ճիշտ վերաբերվելու արվեստի կամ մշակույթի կամ գիտության կամ կրթության ներկայացուցի նկատմամբ ունի։ Այսինքն միշտ վախենալի է, պարոն Արծունի։ Օրինակ նայեք, հիմա Աղասի Այվազյանի 100-ամյակն է նշում։ Աղասի Այվազյանի 100-ամյակը պետությունը չի նշում։ Ու ես կարծում եմ,
կասկածներ ունեմ, որ դա չի նշում, որտեղ Աղասի Այվազյանը 2003 թվականին աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին։ Եվ ասում էր, որ ես ուզում եմ, որ ինքը ընտրվի, որտեղ ուզում եմ Հյուսեյն Պողոտան տեսնեմ։ Շատ ուրախ եմ, որ վերջը այդ Զիբիլյանցը քանդվել է եւ ուզում եմ Հյուսեյն Պողոտան տեսնեմ։ Ես առաջին անգամ էլ հեսա ձեզ հետ բարձրաձայնում, որտեղ ես կարդացի այդ լուրը, մտածում ինչու չեն նշում, էլի շատ մեծ գրող, շատ լուրջ արձակագիր, անկախության բանը մարմնավորող գրող, որ ասենք հրանտը չգրեց, բայց ինքը ոնց որ ավելի շատ սկսեց գրել, ավելի խորը սկսեց գրել եւ այլն, բայց հիմա իմ միակ բացատրությունը, որ ես մտածեցի բանով, այնա որ ինքը աջակցել է Ռոբերտ Քոչարյանին, այդ հայտարարությունն արել է ՀՄԿ-ով եւ հիմա իրան բան չեն անում։ Ոնց որ բանտեղ չեն դնում, էլի անտեսում են։ Ինչպես նաև չնշվեց 90-ամյակը Տերտերյանի։ Ես ինքս բացատրում եմ Տերտերյանն էլ էր Քոչարյանին աջակցում։ Չէ, այսինքն ես դա բացատրում եմ նրանով, որ պարզապես չգիտեն Տերտերյանն ով է։ Հասկանում եք, այդ հանգամանքն էլ կա, դուք փորձում եք քաղաքական այսպես բացատրություն տալ, այսինքն հասկանալ։ Ես վստահ եմ, որ էլիտայից, ասենք նախարարներից, վարչապետից, падգամավորներից ոչ ոք Աղասի Այվազյան չի կարծի, կարող են Թագուհի Ղազարյանը մի 5 էջ կարծած ասենք, այսինքն մի 5 էջով չի որոշվում, այսինքն պատկերացումը, ռեալ պատկերացումը մասշտաբի մասին, հատկապես երբ մենք իսկ ո՞նց է լինում Անգլիայում բոլորը կարծացած են, լինում անգլիական ամբողջ գրականությունը, մշակույթը եւ այլն։ Անգլիայում պատկերացրեք, գիտեք, ոչ միայն սեփականն են գնահատում, այլ իրենք ունեն, եթե մենք խոսում ենք գրականության մասին, իրենք ունեն հսկայական մի այսպես հրատարակչություն աշխատում է եւ տասնամյակների ընթացքում հրատարակում է հետեւյալ խորագրով Visible Poets, այսինքն աշխարհի երևացող երևելի պոետներ եւ Անգլիայում հրատարակվում է Ռազմիկ Դավոյանը։ Այսինքն այդ ախտորոշումը բարձր արվեստի այդ մշակութային դաշտերի հատկանիշներից մեկն է, այսինքն նրանք ոչ միայն սեփականը կարող են ախտորոշել, այլ նաև ենթարենք հայկական գրականության մեջ տեսնել այն, ինչ համապատասխանում է իրենց քաղաքակրթական ցենզին եւ բարձրունքին։ Իսկ անդրադառնալով ձեր նշած օրինակներին, սա շատ օրինաչափ է։ Այսինքն, եթե մենք հասկանանք, որ գեղագիտական պատկերացումները այսօրվա իշխանության, ցանկացած իշխանության պայմանավորված են այս տարածքով, որի մեջ 1-2 պոպ երաժիշտ է մտնում, 1-2 ժամանակակից իրենց ընկերական շրջապատից գրող եւ վերջ, բայց ինձ թվում ոչ ոք էլ չի մտնում, պարոն Արծունը։ Չէ, մենակ Նիկոլ Փաշինյանի գրքերն են թարգմանվում ալբաներեն, դե նայեք, տարածում։ Ես դա, այսինքն եւ անտարեսը թուրքերեն թարգմանում է հայերեն, տարածում է Հայաստանում։ Սա հերիք է։ Այսինքն հասկանում եք, այսինքն ավելին ինչի պիտի պահանջենք, կամ ինչի պիտի սպասենք, որովհետեւ իրանք իշխանություն են։ Կամ նույն ենթարեք Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում։ Ես հիշում եմ, երբ որ նա մրցանակ էր հանձնում Փելեշյանին, մրցանակ թե կոչում, նա ուրեմն հանձնելիս ասեց, ես ձեր ոչ մի ֆիլմերը չեմ տեսել, բայց ինձ ասել են, որ դուք կարգին բան եք, ռեժիսոր եք։ Այսինքն նայեք, կամ ենթարեք ես հիշում եմ բան վաստակավոր արտիստների կոչման արարողակարգը, որը կազմակերպել էր, արդեն չեմ հիշում Ռոբերտ Քոչարյանի թե Սերժի ժամանակ կազմակերպվել էր ռեստորանում եւ ճաշարանում հանձնվում էր, ուրեմն այդ պարգևները հանձնում էր, այդտեղ նաեւ իմ մտերիմ շատ իմ կողմից հարգված արվեստագետներ կային։ Եվ նաև կային ժամանակներ, երբ որ այդ պարգևները սկսեցին տրվել ռաբիզներին։ Դուք հարցնում եք, ինչով է պայմանավորված այսօրվա ճաշակը։ Հիշեք, որ ես մատնանշեցի պետության վերաբերմունքի դրսևորումը, այսինքն պետությունն է նշանակում վեկտորը, եւ եթե պետության այդ ուղենիշի վրա դուք տեսնում եք ռաբիզներին, որոնք որ ամբողջ իրենց կյանքը ստեղծագործել են ըստ հանրային պահանջարկի հիմնականում ճաշարաններում եւ այսպես տոնական համախմբությունների ժամանակ մենք հասկանում ենք, որ պետական ալգորիթմը, այսինքն ընկալումների ալգորիթմը ինքը իջեցվում է այս մակարդակից
այս մակարդակի վրա եւ այլևս այդ պահից որևէ սպասում մենք չենք կարող ունենալ։ Պարոն Արծունի, բայց դա եղել է Հայաստանի անկախության առաջին օրվանից։ Այո։ 91 թվականից սկսած այդ բանը իջել է, չգիտեմ, Արամ Ասատրյան եւ այլն, դրանք մտել են հենց առաջին օրվանից։ Հիմա եթե այսպես նայենք, էլի դուք էլ որպես այսպես անկախական ընկալվող մարդ, արդյոք sense մեծ հաշվով բան չի ստեղծվում, էլի հիմնավորում չի ստեղծվում, որ անկախությունը մեզ համար մեր մակարդակը գցելու ինչ որ վիճակ է։ Երբ որ մենք լինում ենք ինչ որ բանի ազդեցության տակ, մենք այդտեղ Իհարկե, նայեք ցանկացած հեղափոխական չեմ համակերպվում ես հույս ունեի որ կասեք հեղափոխական փոփոխություն բերում է համակարգային փոփոխությունների։ Հակառակ դեպքում դա չի կարող դիտարկվել որպես հեղափոխական երևույթ, որովհետև եթե համակարգը չի փոխվում, դա նկարագրվում է այլ բառով, իշխանափոխություն ընդհանրապես։ Հիմա երբ որ դա այդ համակարգը փոխվում է, այդ ոչ միայն քաղաքական համակարգն է, չէ, փոխվում, այսինքն ամբողջական համակարգն է փոխվում, միջանձնային հարաբերություններից սկսած վերջացած գեղագիտական համակարգերով, կրթական համակարգերով, այսինքն այնինչ տեղի է ունեցել իրականում։ Եվ եթե չի բարձրաձայնվում կամ հանրահռչակվում բարձր նպատակը, հա, այսինքն օրինակ կրթությունը անհրաժեշտություն է, երբ որ այդ կարգախոսը փոխանցվում է այլ մակարդակի վրա բանաձևող խորագրով, ստացվում է, որ կրթությունը մոդայիկ է։ Իհարկե կարելի է այդպես բանաձևել, եւ դա շատ օրինաչափ է, որ այս իշխանությունը բանաձևում է հենց այդ մակարդակով։ Այլ բանաձևում նա չէր կարող իրեն թույլ տալ, հաշվի առնելով այն բոլոր հանգամանքները, որոնց մասին մենք հիմա խոսում ենք։ Նայեք, պարոն Արծուն, դուք հիմա ունեք ընդդիմադիր հայացքներ, քննադատում եք իշխանությանը, կառավարությանը եւ այլն, բայց ես համարյա թե վստահ եմ, որ հաջորդ իշխանությունը ձեզ էլի չի պատվեր չի տալ ձեր ասած բառով ասեմ, էլի ձեզ չի ասելու, որ գնացեք այս երաժշտությունը ստեղծեք եւ այլն, եւ օրինակ ես հիշում եմ, որ դուք բանի խնդիրներ ունեիք, ասենք Սերժ Սարգսյանի ժամանակ բան եք Զվարթնոցում ուզում էիք, ճիշտ եմ հիշում Զվարթնոցը, ես հիշում եմ, որ բան կար, հետո չեղարկել էին, հետո ինչ էին արել եւ այլն, բայց ես վստահ եմ, որ այդ խնդիրները այդպիսի խնդիրներ են, միշտ լինելու են։ Այո։ Իմ 40 տարվա բեմական, համարյա 40 տարվա բեմական փորձառությունը հենց դրա վկայություններն են։ Բայց ինչու։ Որովհետև այն ինչ որ ես անում եմ, իրենց գեղագիտական ընկալումների դիրույթից դուրս է։ Ընդհանրապես դրա պատճառով։ Այսինքն իրենց այդքան էլ հետաքրքիր չի կամ գուցե հասկանալի չի, այն ինչ որ ես անում եմ։ Կամ գուցե եւ անընդունելի է պարզապես ինչ-ինչ պատճառներով։ Պարոն Արծունի, մյուս հարցը, որ այսպես գլոբալ թեման, այդ այն ամենայնիվ ազգայինի փնտրտուքն է, որտեղ ազգային ասելով հիմա ինչ որ քանի որ հիմիկվա իշխանությունն այսպես ինչ որ ապազգային բաներ է խոսում, մարդիկ հանդես են գալիս իբրև ազգային, ասում են ազգայինը եւ այլն, բայց ես կարող եմ հիմնավորել նաեւ այդ ազգայինը շատ տարբեր ընկալումներ ունի, այսինքն մի մասը հասկանում է դա ինչ որ հինավուրց տարեղ, որը մենք կրում բերում ենք, մի մասը հասկանում է դա, չգիտեմ, վերափոխում, նոր ոչ, վերաիմաստավորում եւ այլն։ Ինձ թվում է ազգայինի թարմացման այսպես ամենավառ օրինակներից մեկը դուք եք, էլի։ Եվ ինձ հետաքրքիր է, ի՞նչ է ձեզ համար ազգայինը։ Նայեք, շատ կարևոր է այստեղ ինչ մակարդակով եք դուք ընկալում այդ ազգայինը։ Այսինքն, եթե դուք օժտված եք գիտելիքով, այսինքն գիտեք սեփական ազգի պատմությունը եւ մշակույթը որպես այդպեսին հստակ են ձեր պատկերացումները, որովհետեւ մեր մշակութային դաշտը ես մի առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, այսինքն ոչ թե հարցականներ փնտրելու ոլորտ է, այլ պատասխաններ ստանալու ոլորտ է։ Այսինքն բավական է ծանոթանալ մշակութային այդ դաշտի բոլոր դրսևորումներին եւ ձեր պատկերացումը ազգայինի մասին ամբողջանում է։ Այսինքն ինքնաբավ է դառնում, դուք այլևս հարցականներ չունեք։ Երբ որ դուք չունեք այդ հաղորդակցումը, գիտելիքի պակասը դուք
ունեք, դուք սկսում եք շոշափելով որոնել։ Նայեք, բոլոր հանրային կամ զանգվածային դրսևորումները ազգային նկատմամբ, օրինակ հարսանեկան ծեսերի ժամանակ եւ այլն, իրենք գյուղական ծեսի սահմաններից երբևիցե դուրս չեն գալիս։ Այսինքն այստեղ հնարավոր են ներսում որոշակի տատանումներ, հա, դեպի ֆոլկլորի ձևաչափ կամ դեպի այսպես դա ազգագրականն է, դա ազգայինը չէ։ Սա որոշակի կերպով սահմանափակում է ձեր ընկալումը ազգայինի մասին, որովհետև մեծամասնությունը բավարարվում է այդ պատկերացումներով, այսինքն օրինակ դուք կարող եք լրջագույն դիսկուրսի մեջ որևէ տաքսիստի հետ մտնել այն թեմայով, որ ռաբիզ ազգային երաժշտություն է, թե չէ։ Այսինքն նա ձեզ կարող է ապացուցել, որ դա որտեվ նա իրապես ընկալում է այդ երևույթը որպես ազգային երաժշտության դրսևորում եւ նա ընդունում է այդ կուլտուրան իր վրա, այսինքն ինքը լսելով ռաբիս նաեւ այսինքն այդ ինքնաբավության զգացողությունը ստանում է որպես հայ։ Նույնիսկ եթե այդ ռաբիզը հնչում է ռուսերեն լեզվով, դուք գիտեք, որ հիմա կա մի ամբողջ այսպես տենդենց, Արմենիայի Սիվոմիրը կայֆույթ տա կրասիվը դա էլ է ընկալվում որպես ազգային տեսակ։ Հիմա անդրադառնալով ձեր հարցին, երբ որ դուք ճանաչում ես իրական տիրույթները ազգայինի, այսինքն հոգևոր երաժշտությունից սկսած մինչև ֆոլկլոր եւ ժամանակակից երաժշտական լուրջ երաժշտության դրսևորումներ, նկատի ունեմ ակադեմիական դրսևորումներ Կոմիտասից այս կողմ դեպի Տերտերյան։ Դուք գեղագիտական կարգի հարցեր այլևս չեք տալիս։ Երբ որ ձեզ խանգարում են հաղորդակցվել, կամ դուք այդ հնարավորությունը որպես հասարակություն չունեք հաղորդակցվելու, այսինքն չկա համերգ, որտեղ հնչի դա։ Կամ մեդիա դաշտը այսպես ձեզ հնարավորություն շանս չի տալիս հաղորդակցվելու, կամ ենթադրենք տեղեկությունը համերգի մասին ձեզ չի հասնում, որովհետև ռեկլամի համար պետք է այսօր վճարել մեծ գումարներ։ Դուք բնականաբար կտրվում եք այդ տիրույթներից եւ ձեր պատկերացումը այդ ազգայինի մասին հետեւաբար սահմանափակվում է։ Նայեք, յուրաքանչյուր ստեղծագործող ունի իր պատասխանը, որովհետև եթե դու հայտնվում ես ազգային օրինակ երաժշտության դաշտում եւ նշանակություն չունի, օրինակ իմ օրինակով միշտ փորձեմ խոսել, նշանակություն չունի քո հետաքրքրությունները այսօր հոգևոր երաժշտության ոլորտում են, կամ ենթադրենք պրոգրեսիվ կամ ռոք երաժշտության ոլորտում։ Այսինքն դու այնուամենայնիվ գործում ես ազգային բանաձևման, երաժշտական բանաձևման դաշտում։ Դու որպես ստեղծագործող սկսում ես ինքնադրսևորվել, որովհետև դու հաստատում ես քո հաղորդակցման տեսակը այս ոլորտների հետ, որպես ստեղծագործող, ոչ որպես ունկնդիր։ Եվ այդ իմաստով իհարկե ես շատ հանգիստ եմ, որովհետև մի պարագայում դա Մաշտոցի շարականների մշակումներն են, երկրորդ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգաշարը, երրորդ Ռազմիկ Դավայանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծած։ Դրանից հետո նոր գալիս է երաժշտությունը կինոյի, թատրոնի համար եւ պրոգրեսիվ երաժշտության ոլորտը, որ նույնպես ինձ որպես ստեղծագործող հետաքրքիր է։ Այսինքն ինչ եմ ուզում ասել։ Ես որոշակի experience, այսինքն որոշակի փորձառություն կատարում եմ, այսինքն դա որոնում է, դա ստեղծագործական դրսևորում է, թե ինչ է, բայց դա ինքնակրթություն է վերջին հաշվով։ Այսինքն միջև դու չինքնակրթվես, դու չես կարողանա ամբողջացնես քո պատկերացումը որպես այդպիսին։ Հիմա արդյոք հասարակությունը այդ ինքնակրթվելու շանսը ունի, տրվում է այդ շանսը։ Ոչ։ Արդյոք հասարակությունը ազատ հաղորդակցման հնարավորություն ունի կրթության շնորհիվ կամ միջավայրի շնորհիվ։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ եթե մարդը ուզում է փոխի իր ճաշակը, բարձր ճաշակ դառնա, լավ երաժշտություն լսի եւ այլն, ինքը չունի Հայաստանում այդ հնարավորությունը, որ գնա լսի, զարգանա եւ ինքը հատուկ պետք է experience ունենա, այսինքն հատուկ փորձառության
փորձառություն ունենա կամ պետք է ուղղորդվի ծնողների։ Օրինակ, էլի օրինակով խոսեմ, ես արդեն 30 տարի է համագործակցում եմ շողակատ մանկական երգչախմբի հետ։ 3 անգամ արդեն սերնդափոխություն է այդտեղ եղել։ Մասիվում Հայորդացտան երգչախումբն է, դա ղեկավարն էլ Կարինե Եզեկյանը։ Այսինքն երեխաները, որ հայտնվում են այդ երգչախմբում եւ անմիջական առնչություն են սկսում ունենալ հայկական երաժշտության հետ եւ համաշխարհային երաժշտության, այսինքն երգում են Կոմիտասից սկսած մինչեւ Բախ եւ ժամանակակից հայկական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ինձ ծնողն է մոտեցել համերգից հետո, որտեղ հաճախ մասնակցում են նաեւ իմ համերգներին, եւ գանգատվել է, որ այս երեխան մեզ ծնողներիս տանը թույլ չի տալիս ռաբիզ լսենք։ Պարոն Արծուն, իսկ ինչու այդ երգչախմբի ծրագիրը չի ներառվում դպրոցական ծրագրում, ասենք ներառվում է։ Ավելին ասեմ, հիմա անհավանական այսպես, այսինքն որպեսզի օբյեկտիվ լինենք, նաև պետք է, այսինքն սրա մասին էլ խոսել, արվեստ առարկայի մուտքը հանրակրթական դպրոց, սա բացառիկ երևույթ է, որովհետև ամբողջ կրթության մեր պատմության ընթացքում նման բան չի եղել, նման առարկա, որը 7-րդ դասարանից կդասավանդվեր մինչև 12-րդ դասարան, չի եղել նման բան։ Հիմա այդ դասագիրքը կա, որը թույլ է տալիս երեխային հայտնվել։ Հեղինակը ձեր կինն է։ Նա համահեղինակն է, այո։ Այսինքն այդտեղ մի խումբ փայլուն մասնագետներ են աշխատել, կերպարվեստից սկսած ընդհանուր մինչև երաժշտություն, թատրոն եւ կինո, այսինքն լավագույն մասնագետներ են աշխատել եւ այսինքն այդ դասագիրքը հնարավորություն է տալիս ոչ միայն երեխային Այսինքն ռաբիսի վերջը եկել է այդ առարկա։ Իրականում այո, որովհետեւ դուք թերթելով այդ դասագրքերը, այսինքն այդ բանել չեք գտնի, այսինքն չի տեղավորվում այդ քաղաքակրթական ձևաչափերի մեջ որևէ կերպ։ Չնայած խոսվում է նաև զանգվածային տեսակների, ռոք երաժշտության, ջազի մասն է խոսում եւ այլն, բայց խոսվում է այն մակարդակով, որը քեզ թույլ չի տալիս ներքև նայել։ Եվ սա շատ կարևոր է, որովհետև իրականում լուծումը բոլոր այն խնդիրների, որոնց մասին մենք փորձում ենք այսօր ձեզ հետ խոսել, իհարկե կրթության միջոցով է, բայց ոչ նորաձև, ֆունդամենտալ կրթության։ Շնորհակալություն պարոն Արծրունի, մեզ հյուրընկալվելու համար, հիշեցնեմ, սիրելի հետևորդներ, որ Բաստիոն հաղորդաշարի այսօրվա հյուրն էր Վահան Արծրունին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։